Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում անտապանի քննարկում հաղորդաշարն է եւ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ-կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Շնորհակալություն պարոն Հակոբյան հրավերը ընդունելու համար։ Ինչպես միշտ փորձելու ենք վերլուծել նախորդ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Եկեք սկսենք ներհայաստանյան իրադարձություններից, ես նկատի ունեմ Փաշինյանի արձագանքը ազգային ժողովում, ձեր մեկնաբանությունները։ Ազգային ժողովում իհարկե արձագանքներ եւ հարցեր շատ են բարձրացվել, բայց ես կուզեի հատուկ անդրադառնալ մի հարցի, որը կարծում եմ կարևոր է մասնավորապես այս նախընտրական փուլում։ Դա պարգևավճարների կամ հավելավճարների տարբեր ձևի են ձևակերպում հարցն է, որ հանրությունը շատ ցնցված էր, որ շատ մեծ միլիոնների կամ տասնյակ միլիոնների, կոնկրետ Փաշինյանի դեպքում 10 միլիոնից ավել պարգևավճար կամ հավելում է եղել աշխատավարձին եւ փորձ էր արվում հասկանալ, թե ինչի է դա այդպես եւ որտեղից են այդ միջոցները եւ նպատակները։ Հիմա այն ինչ որ ասես Փաշինյանը, դա իմ կարծիքով այդքան էական չէր, որ փորձում էր հիմնավորել, թե ինչի պետք է մեծ միջոցներ ծախսվի բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց այնտեղ մի հատ երանգ կար, որը ինքը սիրում է այտենց բեմադրել, որ ինքը հավասարակշռությունից դուրս է գալիս եւ սկսում է անկեղծ լինել, եւ այդ անկեղծության մեջ ասեց հետեւյալը, որ ով որ կփորձի մեր պետական պաշտոնյային ինչ-որ մի բան ասել կամ ինչ-որ ձևի նրա վրա ներազդել կամ չգիտեմ վիրավորել, ոտքերը կջարդեն կամ կջարդենք։ Հիմա ինչա դա։ Ես կարծում եմ եւ դրա մասին մենք արդեն խոսել ենք, որ Փաշինյանը հետեւողական հերթական սյունն է իր վարչակազմի համար, իր վարչակարգի համար ձևավորում եւ լոյալության, եթե ոչ նվիրվածության համատեքստում, որ այդ սյունը նվիրված լինի հենց Փաշինյանին եւ իր վարչակարգին, որովհետեւ Փաշինյանի օրոք եւ իր վարչակարգի օրոք նրանք կապրեն լավ եւ կլինեն պաշտպանված։ Որն այդ սյունը դա պետական պաշտոնյաներն են, այսինքն նոմենկլատուրան է, պետական նոմենկլատուրան է, որը զուգահեռ ուժային կառույցներին, որը զուգահեռ դատաիրավական համակարգին, որը զուգահեռ կուսակցական համակարգին, այսինքն Փաշինյանական կուսակցությանը եւ նրա շուրջ եղած տարբեր մետաստազներին։ Հիմա շատ կարևոր մյուս խնդիրը դա, չմոռանամ քրեական համակարգը, փողոցի համակարգը եւ մյուսը դա բանն է պետական նոմենկլատուրան, որը դառնում է օլիգարխիկ նոմենկլատուրա եւ լինելու է բնականաբար, որովհետեւ նաեւ բացասական ընտրանք է կատարում այդ նոմենկլատուրայում համապատասխան բարձրաստիճան դերակատարում ունեցողների համար լինել է ուղիղ հավատարիմ Փաշինյանից։ Դա շատ մեծ լուրջ ուժ է պետական համակարգի մեջ եղած բարձրաստիճան պաշտոնյաները, բաժնի պետից եւ ավել, ինչքան հասկանում եմ դրանք են ստացել այդ հավելավճարները եւ մեծ ազդեցություն ունեն որպես լծակ հանրության մեջ։ Այնպես որ Փաշինյանը շարունակում է ամրացնել իր իշխանության դիրքերը եւ ամբողջ թափով պատրաստվում է այդ օգտագործելով տեխնիկական գործիքները, ֆինանսական գործիքները եւ վերջում էլ օգտագործելով բնականաբար վարչական ռեսուրսը այս ձևով նաեւ վերարտադրման սցենարը զարգացնելու իր վերարտադրման եւ իր իշխանական իր վարչական համակարգի։ Իսկ դուք ինքներդ հավելավճարների ինչ տարբերակ կգնահատեիք որպես արդար։ Գիտեք, հավելավճարների մասին չի միայն խոսքը, այսինքն հավելավճարները, այսինքն պետական պաշտոնյայի աշխատանքը, պետությանը ծառայող պաշտոնյայի անձի աշխատանքը պետք է գնահատվի։ Բնական է եւ այդտեղ ես անձամբ որևէ խնդիր չեմ տեսնում։ Հարցը դա չի, դա պետք է համաչափ լինի ընդհանուր հասարակական զարգացման եւ հասարակական այդ վարձատրության կամ կենցաղի եւ կենսակերպի հետ, այսինքն երբ որ դու ցածր թոշակ ես տալիս, բայց շատ բարձր, անհամեմատ բարձր, որոշակի ավելացումով հասկանալի է, բայց անհամեմատ ավելի բարձր
վճարում ես տալիս պետական պաշտոնյան, այդտեղ այն հարցերը, ինչ որ ես բարձրացրեցի, միանգամից տեսանելի են դառնում։ Այսինքն դա պետք է լինի համաչափ եւ ընդհանուր հանրության եւ այդ թվում եւ առաջին հերթին կարող է եւ պետական, զինվորական, դիվանագիտական ծառայողների դիրքերը պետք է ամրապնդվեն, ավելի կանխատեսելի եւ ավելի կայուն լինեն, որովհետեւ նրանք են ի վերջո, որոնք պետք է պետության զարգացումը ապահովեն։ Այստեղ մի խնդիր էլ կա, որ ես կուզենայի ձեզ հետ միասին քննարկել, խնդիրն այն է, որ նման բարձր աշխատավարձերը համատարած ցածր աշխատավարձերի, թոշակների, եկամուտների հետ համեմատած բերում են մի հետաքրքիր արդյունքի եւս։ Միջին աշխատավարձի սանդղակում միջին աշխատավարձը դառնում է ավելի բարձր, քան ինքը գոյություն ունի, որ կարող է լինել, այսինքն առնվազն 90-95% հանրության այլ աշխատավարձեր են ստանում, 5% ստանում է շատ բարձր աշխատավարձը եւ ստացվում է, որ մեր երկրի միջանարձավ աշխատավարձը բարձր։ Ընդհանուր առմամբ ճիշտ եք ասում, մաթեմատիկորեն թե դա ինչ տոկոսով է միջինացվածը ավելանում, ես հիմա այդ հաշվարկը չունեմ եւ չեմ կարող արձագանքել, ընդհանուր առմամբ իհարկե դուք ճիշտ եք ասում, եւ դա հասկանալի է նաեւ, որ կեղծ բանը տպավորություն է ստեղծում, որ բարձրացում ունենք, բայց այդ բարձրացումը, ինչպես եւ ասեցի, շատ թիրախային է եւ հանրության, ընդհանուր հանրության մեջ, ընդհանուր մեր հասարակարգում դա որևէ արդյունքի բացի հատուկ հետ խավից չի բերելու։ Շատ լավ, անցնենք մյուս կարևոր թեմաներին, որոնց հիմնական մասը կարելի է այսպես խմբավորել Դավոսի այդ գագաթաժողովում։ Սկսենք նրանից, թե ուրեմն հայկական տեսանկյունից ինչ տեղ ունեցավ Դավոսում։ Ուրեմն Հայաստանը մտավ խաղաղության խորհրդի մեջ, կառույց, որ ոմանց կարծիքով գալիս է փոխարինելու ՄԱԿ-ին, մյուս կողմից Դավոսը ցույց տվեց, որ Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ այդ խզումը գնալով ավելի ուժեղանում է եւ դառնում է ավելի ինստիտուցիոնալ։ Ձեր մեկնաբանությունները։ Տեսեք, եթե անդրադառնանք Հայաստանի այսպես կոչված մասնակցության Դավոսում, ապա տեղ հիմնականը իհարկե դա այդ խաղաղության խորհրդին Հայաստանի միանալն էր եւ դրան մասնակցեց Փաշինյանը եւ բայց մինչ այդ եղավ հետաքրքիր էր, որ մի քանի զարգացում եղավ, ասենք ասենք, մեկը դա պանելային քննարկումներ, որտեղ մասնակցում էր Ալիևը եւ ոչ միայն Ալիևը, բայց Ալիևը եւ Հայաստանը ներկայացնող նախագահի պաշտոն վարողը Վահագն Խաչատուրյան, եւ այդտեղ շատ հետաքրքիր էր դիրքորոշումները։ Ալիևը շարունակում էր եւ շարունակում է հստակ արտահայտել, որ այսօրվա իրավիճակում, մասնավորապես երբ որ միջազգային կազմակերպությունները չեն աշխատում, հիմնական երաշխիքը, որ պետությունները, այդ թվում Ադրբեջանը եւ ինքը Ադրբեջանի վրա բնականաբար շեշտադրում է անում, պետությունները, որոնք պետքա կարողանան այս ծանր միջազգային իրավիճակը հաղթահարել եւ հաղթահարել հաջող, նրանք պետք է ինքնիշխան լինեն եւ կարողանան իրենք հենց իրենց շահերը պաշտպանել, այսինքն բոլոր իմաստներով, դա տնտեսությունից մինչեւ ռազմական ոլորտ։ Եվ Ադրբեջանը իր բոլոր հաջողությունները եւ հաղթանակները, նա հատուկ շեշտում է այդ հաղթանակների մասին, հերթական անգամ ինքը հենվել է ինքը իր վրա։ Դա այդքան էլ այդպես չի, իհարկե հասկանալի է, բայց միտումը, որ մենք պետքա լինենք այն իսկ հենարանը, որի վրա պետքա մեր պետությունը զարգանա, ուժը, այո, ուժի սկզբունքով, ուժի իրավունքով, դա տեսանելի է։ Այն դեպքում, երբ որ նույն Հայաստանը ներկայացնում է, խոսում է իմիջիայլոց դրան պետք է անպայման անդրադառնան, ինչպես Փաշինյանը, այնպես էլ Խաչատուրյանը շարունակ շնորհակալություն են հայտնում Ալիևին։ Շարունակ, այսինքն այդ միտումը, որ դու ցեղասպան, Արցախը հայազրկած, հակահայ, հայացյաց գործչին, որը
պատերազմական հանցագործություններ է կատարել ինքը եւ իր երկիրը, իր օրոք իր երկիրը, անընդհատ դու նրա երեսը ուզում ես լվանալ, երեսը ուզում ես մաքրել, դա շատ տեսանելի է եւ հասկի կարծում եմ վստահ եմ ավելի շուտ, որ դա փոխ պայմանավորված է, այսինքն Ալիևը դա պահանջել է, որ դուք պետք է ինձ անընդհատ միջազգային հարթակներում մասնավորապես մաքրեք, սպիտակեցնեք, որովհետեւ ես կարողանամ համապատասխան որպես մարդասեր, որպես հաջողված կառավարիչ հանդես գամ եւ դա աշխատում է իմիջիալուց ասեմ, որովհետեւ դրա վրա աշխատում են նաեւ օրինակ դա մասին խոսել ենք, այդ դաշտում խոսել են նաեւ Նեթանյահուն ասելով Թրամփի հետ հանդիպման ժամանակ Վաշինգտոնում, որ դե ադրբեջանցի կարգին լավ տղեկ են, տենց մի էլի բաները։ Եվ դրա մասին օրինակ խոսել է Վիտկոֆը, Ալիևի մասին անձամբ, եւ այդ բանը շարունակվում է եւ նույն Խաչատուրյանը բազմաթիվ անգամ բազմաթիվ չէ մի քանի անգամ է շնորհակալությունը հայտնեց։ Երկրորդ բանը, որ ի տարբերություն Ալիևի, նույն Նիկոլ Փաշինյանը եւ նույն այդ Խաչատուրյանը խոսում են նրա մասին, որ թուղթը դրանով խաղաղության պայմանագիրը թե ինչ է, այդ թուղթը իսկ իրականում դա կապիտուլյացիա, այդ թուղթը հենց երաշխիքն է։ Եվ տնտեսական հարաբերությունները, երբ որ մենք սկսենք առևտուր անել, այդ արխայիկ թեզը հենց սկսենք առևտուր անել, դա հենց ինքը նույնպես կլինի երաշխիք։ Մենք էլի դրա մասին խոսել ենք, որ այդ TRIP բանում համաձայնական հայտարարությունում կամ համաձայնության մեջ, չգիտեմ ինչպես անվանեմ անգամ, այնտեղ որևէ երաշխիք Հայաստանին տրված չի եւ անվտանգային երաշխիքներ որպես այդպեսին չկան։ Իսկական այն անվտանգային երաշխիքները, որ տեսնում է Ալիևը իր համար եւ այն ինչ որ հայկական կողմը ներկայացնողներն են որպես երաշխիք ներկայացնում, դա ֆեյք է եւ մենք խիստ խոցելի իրավիճակում ենք։ Հիմա անդրադառնանք այդ բանին խաղաղության խորհրդին։ Ճիշտն ասած, ստորագրվել է կանոնադրությունը խաղաղության խորհրդի եւ պաշտոնական ես գոնե չեմ տեսել որևէ միտեղ, որ այդ խաղաղության խորհրդի այդ կանոնադրությունը հրատարակվի, կա եղել է որոշակի լրատվական արտահոսք դրա մասին, մասնավորապես իսրայելական Times of Israel-ը դա հրատարակել է, այնտեղ դա հասանելի էր եւ ընդհանուր առմամբ հետեւյալն է, որ հաշվի առնելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան որոշումը, այդ խաղաղության խորհուրդը դառնում է փաստորեն կամ ներկայացվում է առնվազն որպես միջազգային կազմակերպություն։ Դա կարևոր է, այսինքն նրան տրված է միջազգային կազմակերպության կարգավիճակ։ Եվ այդ միջազգային կազմակերպության կարգավիճակում, եթե հավատանք են կանոնադրությանը, որը որպես արտահոսք տրված է Թրամփը, Ամերիկայի նախագահ, բայց անձամբ Թրամփը Այդտեղ այնտեղ նաև գրված է, որ Թրամփը ցմա կարող մնա այդ միջազգային կազմակերպության նախագահը։ Ունի բացարձակ անվերահսկելի եւ միազնյա լիազորություններ։ Ցանկացած որոշում իր հաստատումով պետք է լինի, ցանկացած փաստացի որոշման ինքը կարող է վետո նշանակել, անդամներին ինքը կարող է հրավիրել, անդամներին կարող է չեղարկել եւ այլն եւ այլն։ Հիմա այդ բանի կազմակերպության ներքին, այսպես կոչված կառավարչական մասը, այնտեղ համապատասխան մարմիններ են բնականաբար ստեղծվում, բայց այստեղ մի ուրիշ բան եմ ուզում ասել, նորից, եթե հավատանք այդ կանոնադրությանը, որը շրջանառվում է, խոսքը չի գնում Գազայի մասին միայն։ Եվ Գազան հատուկ այնտեղ ոնց որ նշված էլ չի։ Խոսքը գնա ընդհանրապես խաղաղության, այսպես կոչված խորհուրդ է ստեղծվում, որը պետք է սկսի զբաղվել նաև այլ կոնֆլիկտային իրավիճակներով եւ այդտեղ թե այդ լիազորությունը իրենք ինչպես են իրենց վերագրել, որովհետեւ ՄԱԿ-ի որոշումը դա Գազայի խնդրի կանոնակարգման վերաբերյալ էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը։ Այստեղ նրանք շատ ավելի մեծ լիազորություններ են նախատեսել եւ այդտեղ արդեն գալիս ենք մյուս կարևոր խնդրին, թե ովքեր են մտել այդ բանի խորհրդի մեջ այսօր։ Ուրեմն հրավիրվել է 60-ից ավել երկիր, ոնց որ, բայց մտել են, եթե չեմ սխալվում, 20 թե 21 երկիր եւ այստեղ երկու հիմնական բան եմ ուզում ասել։ Ուրեմն Փաստորեն ամբողջ Եվրոմիությունը սենց ձևակերպում, ամբողջ արևմուտքը, չհաշված ՄԱԿ-ի Եվրոպական միության անդամ Բուլղարիան եւ հասկանալի է Հունգարիան, նրանք մտել են այդտեղ, իսկ մնացածը չեն մտել, բավարար չի, մերժել են։
Արևմտյան հիմնական երկրները Մեծ Բրիտանիայից սկսած Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն, Իտալիա մերժել են առաջարկել։ Երբ որ դրանք դեռ կառնադառնան, բայց երբ որ Քարնին բանի Կանադայի վարչապետը ելույթ ունեցավ, Թրամփը հրավերը Կանադայի կասեցրեց, որովհետեւ ասում եմ, այդ ելույթին կարծում պետք է կանադառնա, շատ թիրախային ելույթ ունեցավ Քարնին, բայց ովքեր են մտել։ Մտել են մերձավոր արևելքի երկրներ, արաբական երկրներ հիմնականում, մտել են մուսուլմանական մի շարք Ինդոնեզիա, Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան երկրներ, Իսրայելը մտել է եւ այդտեղ Թուրքիայի հետ կապված խնդիր կար, բայց ոնց որ թե ամերիկացիք այդ խնդիրը լուծել են, Իսրայելն է մտել եւ վերջ։ Հա, չմոռանա որ Բելարուսն է մտել համաձայնություն տվել, հա, ռուսներն էլ ինչ որ կիսակատակ արձագանք տվեց Պուտինը, որի 1 միլիարդը այնտեղ 1 միլիարդ դոլարի խնդիր կա, որը եթե նույն այդ շրջանառվող փաստաթղթին հավատանք, Սկզբից կարելի է չվճարել, հետո 3 տարի հետո, որ եթե դու վերահաստատվում ես որպես անդամ, եթե Թրամփը ուզում է որ հաստատվես, այդտեղ պետք է վճարել, թե ոնց պետք է վճարել եւ այլն, այդտեղ դա ինչ-որ տեխնիկական խնդիրներ են։ Պուտինը ասաց, որ եթե իմ սառեցված միջոցներից 1 միլիարդ վերցնեք, ապա ես այդ 1 միլիարդը հաշվեք, հա, այդ 1 միլիարդը հաշվեք, ես վճարում եմ։ Հիմա Հայաստանն այնտեղում հետ է։ Ովքեր են Հայաստանի գործընկերները այդ տիրույթում։ Ոչ մի հնդ եվրոպական երկիր, փաստացի, բացի ասեցի Բուլղարիա եւ հունգարացիք իրանց որպես հնդ եվրոպացի չեն այսօր դիրքավորում, այլ դիրքավորում որպես թյուրքական աշխարհի ներկայացուցիչ։ Բացի Բուլղարիայից փաստորեն այնտեղ չկա։ Եվ ԱՄՆ-ն, դե բնականաբար։ Այսինքն այդ տիրույթում Հայաստանը ինչ անում։ Ինչ խնդիրներ է լուծում եւ ում հետ է լուծում այդ խնդիրները։ Արդյոք էլի այդ բանի խորհրդի անդամ դառնալը փորձում են երաշխիքներ գտնել իրենց հետագա վերարտադրության վարչակարգը եւ դրանով իսկ երաշխավորել որոշակիորեն իրենց անվտանգությունը։ Իսկ դեր կարծիքով Հայաստանը կարող է մերժել Թրամփի երավերը։ Տեսեք, Հայաստանը լավ ես դրան ուզում եմ անդրադառնալ, դուք հարցով բան արեցիք, կանխորոշեցիք իմ պատասխանը, ես չեմ կարծում Հայաստանը կարող էր մերժել, եթե այդ բանը տրված է, բայց այդտեղ պետք է հասկանալ, թե ինչի է Հայաստանը ընկել այն վիճակում, որ չի կարող պարտադրված մտնում է մի կառույցի մեջ, որտեղ բարեկամ երկիր, եթե ԱՄՆ-ն բան չանենք, չդիտարկենք որպես բարեկամ երկիր, Հայաստանի համար չկա։ Թշնամի Թուրքիա, թշնամի Ադրբեջան, թշնամական գործողություններ կատարած Իսրայել, թշնամական գործողություններ կատարած Պակիստան եւ արաբական աշխարհ մերձավոր արևելքի, որտեղ քու բարեկամ երկիրը նույնպես թիրախավորված է իդեմս Իրանի, այսինքն եթե դու դա անում ես, այսինքն չես կարող մերժել, դու դրա դիմաց ինչ-որ բան պետք է գոնես ստանաս, չէ՞։ Եվ հենց այն երաշխիքը անվտանգային, ինչի մասին շարունակ ասում են, իրական երաշխիքը, արձանագրված երաշխիքը ԱՄՆ-ի կողմից։ Այդ երաշխիքը գոնե դու դրա դիմաց պետք է ստանաս, որովհետև դու բացարձակ ոչնչի դիմաց քո անձնական վարկանիշ եւ որ Թրամփը Ամերիկա ծնգիտ խփի, դու դրա համար գնում ես եւ երկիրը մտցնում ես մի կառույցի մեջ, որից եթե անհրաժեշտություն լինի դուրս գալ, իսկ տենց անհրաժեշտություն ժամանակի մեջ Թրամփը 3 տարի էր, 4 տարի է դեռ նախագահ, բայց հետո ինչա լինելու։ Հաշվի առնելով են զարգացումները, որոնք կան արևմտյան աշխարհի եւ Թրամփի միջև, Թրամփի չեմ ասում Ամերիկայի, Թրամփի միջև։ Այնպես որ դիմացը մտնելով քո համար եւ թշնամական եւ օտար միջավայրով կազմակերպության մեջ, որտեղ դու ասելիք չունես, անելիք չունես եւ քո ձայնը չի լսվելու։ Դրա դիմաց դու ինչ ես ստանում, որպես պետություն, որպես երկիր։ Մի բան միակ կարելի է ստանալ, դա իմ ասած անվտանգության իրական գետնի վրա երաշխիքներն են, որը չկան։ Այստեղ ուզում եմ հիշել, որ սպասում է Վենսի այցը Հայաստան։ Եվ գուցե այդ այցն է հենց, որը ինչ-որ բովանդակություն պարունակի ձեր ասածի հետ կապված։ Տեսեք, Վենսի այցը նույնպես կարծում եմ շատ կարևոր է, բայց Թրամփը գրառում է արել Վենսի այցի հետ կապված,
նախորդ գրառում արել իր X-ի բանում account-ում, այսպես ասած, եւ այդտեղ ուզում եմ մի բաներ շեշտեմ։ Հետաքրքիր տեղեկատվություն էին դրել ադրբեջանցիք Ալիևի հանդիպումները Դավոսում։ Եվ Ալիևը մի շարք բարձրաստիճան հանդիպումներ ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, որը շատ կարևոր է իրենց համար, բայց առաջնայինը դա Թրամփի հետ առանձին հանդիպում էր ունեցել։ Թրամփի հետ առանձին հանդիպում էր ունեցել եւ այդ հանդիպման արդյունքում ամենայն դեպս նախորդ շրջանառվող այն բանը, այն լուրը, որ Վենսը պետք է գա Հայաստան, Թրամփը հատուկ գրառումով ասաց, որ Վենսը պետք է գա Հայաստան եւ Ադրբեջան։ Հիմա նաեւ այդտեղ մյուս կարևոր բանը, որը նույնպես շրջանառվում է, որ երբ որ ամերիկյան առևտրատնտեսային բանը, մենք դրա մասին խոսել ենք, առևտրատնտեսային պատվիրակությունը գնացել էր Ադրբեջան, այնտեղ քննարկվել էր, որ այդ 73-ի 74%-ով ձևավորվող զարգացման ընկերության մեջ ադրբեջանցիք ներդրում անեն։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը անուղղակիորեն դառնում է փայատեր ուղիղ շահառու այդ թրիփի։ Մյուս կարևոր բանը, որը կարծում եմ կարևորվում է, որ Ադրբեջան Ալիևը հանդիպում է ունեցել մի շարք խիստ բարձրաստիճան բիզնես առաջնորդների հետ, գործարար առաջնորդների հետ, մասնավորապես հանդիպել է BlackRock կոչված ներդրումային աշխարհի ամենահզորագույն երևի կազմակերպության, որի շրջանառու կապիտալը 10 տրիլիոնից ավել է, դրա նախագահի հետ եւ դրա գործադիր կառավարչի հետ։ Այսինքն այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ այդ ճանապարհը, որ մեր մոտ դիտարկում են որպես տրանզիտ, մենք այդտեղից տրանզիտ միջոցներ կունենանք, զարգացման հնարավորությունը եւ երաշխիքները չեն երևում, Ադրբեջանը շատ հստակ օգտագործում է եւ մյուս բանը դա 907 բանաձևին է վերաբերում, որը կասեցր Թրամփը եւ հիմա շատ մեծ աշխատանք են տանում Ադրբեջանին, որ կոնգրեսը դա ընդհանրապես վերացնի, այդ գրառման մեջ խոսք է գնում, որ Ադրբեջանի ռազմական համագործակցության տիրույթում գործար կա լինելու Վենսի գնալու ընթացքում։ Ճիշտ է, այդտեղ նաև արձանագրվում է այն փաստը գրառման մասին է խոսքը, որ Հայաստանի հետ այդ միջուկային համագործակցության, դա ռեակտորներին է, ինչքանից հասկանում եմ, փոքր ռեակտորներին է վերաբերում, եւ կիսահաղորդիչների այդ տիրույթում բանա լինում, պետք է նաև Վենսի հետ ինչ-որ զարգացումներ լինեն, դա ինքը իրենով ամերիկյան այդպիսի ներկայացվածությունը Հայաստանում դա կարևորվում է, բայց դա ամերիկյան ներկայացվածություն է եւ դա ամերիկյան փաստացի նախաձեռնություն է։ Հիմա մի բան էլ ասեմ, որ Ադրբեջանը, որ Ալիևը այդ Դավոսում ելույթի ժամանակ, հարց ու պատասխանի ժամանակ արտահայտեց, ինքը ասեց, որ մի շարք տիրույթներում մենք գնում ենք հիմա համագործակցություն եւ ԱՄՆ-ի հետ, հիմնականում ԱՄՆ-ի հետ, ասելով որ էներգետիկա, նավթ, գազ, դա այսօր դառնա ոչ առաջնային, չնայած ասում եմ, եթե ներդրումներ անեն հավելյալ, ապա դա կլինի, նորից իր կարգավիճակը կփոխի։ Վերականգնող էներգետիկայի մասին է խոսում է կաբելային եւ այլ տրանզիտի եւ էներգետիկայի վաճառքի մասին եւ ասում է շատ կարեւոր, ասում է Ադրբեջանը այսօր քանի որ ունի էներգետիկա այդպեսի ներուժ ներքին, հա, մենք ամերիկացիների հետ մասնավորապես քննարկում ենք հարց data կենտրոնների, data centers, հա, որը արհեստական բանականության հենքային միավորներից են։ Եվ դա Ադրբեջանում դա կարևորագույն ուղղություններից է, որ Ադրբեջանում մենք հիմա զարգացնելու ենք։ Այսինքն Արդյոք դա այն չէր, ինչ որ մեր հետ պիտի լիներ կարծես թե։ Դե հիմա եթե այդ կիսահաղորդիչների մասը Nvidia-ն, որի որ ենթադրվում էր պետքա ներդրում աներ 500 միլիոն էին ասում, թե ինչ, այսինքն դա հեսա չգիտեմ, Փետրվարն է ոնց որ Վենսը կգա դա ավելի առարկայական տեսանելի կլինի, բայց այո, դա հենց այն էր, որը իբր թե մենք ունենք այդտեղ համեմատական առավելություն, Ադրբեջանը միանգամից Թրամփի հետ հանդիպումով եւ իր հայտարարությամբ ասում է, որ մենք եւ նաեւ բիզնես գործարար լրջագույն կառավարիչների հետ հանդիպումով ասում է, որ մենք այդ դաշտը ավելին ասում է, մենք ամենամրցունակն ենք մեր տարածաշրջանում հենց այդ դաշտում։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Անկախ նրանից դա ճիշտ է, դա թե ճիշտ չի, խնդիրը նա է, որ ակնհայտ է, որ ադրբեջանական դիվանագիտությունը շատ ավելի խորը եւ փորձված աշխատանք է կատարում այդ ոլորտում եւ դա ոչ մի ձևով չի կարելի համեմատել այն դիրքի հետ, որը իրան վերապահում է Հայաստանը։ Տեսեք, բացարձակ ճշգրիտ դիտարկում եք անում, ավելին։ Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական ծրագրերը կյանքի կոչել։ Եվ դա անում է շատ կազմակերպված եւ շատ թիրախային։ Այն դեպքում, որ մենք շարունակում ենք, այսինքն մենք որն է հայկական կողմը ներկայացնող ունենք, շարունակում ենք նույն հետևողականացած կառավարական դիրքորոշումը իրենց բան անել, զարգացնել։ Ով գնում է ով հանդես է գալիս կառավարական ներսում բան են անում, ոտներդ կջարդենք, իսկ դրսում գլուխները կախ կառավարական շնորհակալություն ասելով ցեղասպան մարդասպան Ալիևին։ Դա է, որ շարունակ կատարվում է։ Հիմա այստեղ մի այլ բան էլ ասեմ, հետաքրքիր է։ Այսօր Փաշինյանի դեմ հանդես եկող ոչ ազգայնական գնահատականներ չեմ ուզում տալ, այսինչ կենտրոնից կառավարվող կամ չկառավարվող կամ նրանց ներկայացնող անդիմադիր կոչվող ուժերը փաստացի չեն ասում, որ այս բանը ինչ է խաղաղության պայմանագիրը ինքը կապիտուլյացիոն պայմանագիր։ Ասում ենք
Մենք էլ կստորագրենք, բայց տարբեր նախապայման, օրինակ, երաշխավորներ են պետք։ Մեկը ասում է երաշխավորները մի քանի հոգի պետք է լինեն, մեկը ասում է պետք է մեկը լինի, մյուսը ասում է եսի ինչ, բայց երաշխավորներ են պետք անպայման, թե չէ խաղաղության պայմանագիր դե իհարկե կստորագրենք։ Այս զարգացումները որ կա, եւ հիմնական խնդիրը, որ մենք այսօր ունենք, դա տնտեսությունն է։ Այսինքն հիմնական խնդիրը, որ ունենք մենք այսօր դա տնտեսությունն է։ Տնտեսությունը գործիք է, ինքը խնդիր չի, որով մենք հիմնական խնդիրները, այսինքն հայկականությանը վերաբերող հիմնական խնդիրները պետք է լուծենք։ Հայկականության բոլոր խնդիրները դնում ենք մի կողմ, հա, պարզ չի որ Փաշինյանը ամենա այդ տեսակետից մնում է, եթե այդ է մեր զորեղ ընդդիմության դիրքորոշումը, Փաշինյանը այդ տեսակետից մնում է ամենացանկալին, որտեղ նա ամենակրավորական դիրքորոշումն ունի եւ ամենակառավարելին է։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային ընդմիջման, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Շարունակում ենք մեր զրույցը Արա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, եկեք հիմա անդրադառնանք Դավոսում, այսպես բաց կերպով արևմուտքի քաղաքակրթության եւ Տրամպի հակամարտությանը, որովհետեւ ես չեմ ուզում օգտագործել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետեւ միջև Տրամպը Ամերիկայի Միացյալ Նահանգները խաղում են ճիշտ նույնպես ինչպես Եվրոպա։ Տեսեք, այո, ճիշտ բառ օգտագործեցիք,
ամեն ինչ ավելի բաց է հիմա եւ այն հակասությունները, եթե ոչ հակադրումը, որ կա հավաքական եվրոպական երկրների, ես այստեղ Եվրամիություն չեմ ասում, ինչի, որովհետեւ դրա մեջ է նաեւ Մեծ Բրիտանիան, այսինքն ինքը որպես տվյալ դեպքում ոչ թե տրանսատլանտիկ առանձին գործընկեր է հանդես գալիս Ամերիկային, այլ որպես Եվրոպայի երկիր է հանդես գալիս եւ Թրամփի միջև հիմա Թրամփը հիմնական գաղափարը Թրամփի հետեւյալն է, որ մենք որպես մեծ երկիր, որպես արևմուտքի առաջնային եւ աշխարհի առաջնորդող երկիր, ինչ ասենք, տենց էլ պետքա լինի։ Որտեւ եթե մենք չկանք, ձեր մեջ ձեր ոչ մի խնդիրը լուծված չի։ ՆԱՏՕ-ում մենք չկանք, դուք անվտանգություն չունեք, տնտեսության մեջ մենք չկանք, դուք տնտեսություն չունեք եւ այլն, այսինքն ինքը խիստ ստորացուցիչ վերաբերմունք է արտահայտում Եվրոմիության եւ ընդհանրապես Եվրոպայի նկատմամբ, ասելով, որ դուք հերվածել եք եվրոպական քաղաքակրթությունից։ Հիմա իր ասացի մեջ եւ ճշմարտություն կա եւ իհարկե կա այդ մեծամտությունը եւ վիրավորանքը։ Որն է ճշմարտությունը հետեւյալն է, որ թմբիրի մեջ է եղել Եվրոպան ընդհանուր առմամբ Եվրամիությունը վերջի 30-40 տարվա ընթացքում հիմնականում հենվել է իրականում եւ դա այդտեղ ճշմարտություն կա ամերիկյան զորության վրա տարաբնույթ եւ ռազմական եւ տնտեսական եւ այլ։ Հենց Ամերիկայի առաջարկությամբ եւ դա մյուս խնդիրն է, բայց եվրոպացիք այդ թմբիրի մեջ գնացել են այլասերման ուծասման եւ գլոբալիստական խորը նիրհի մեջ են։ Հիմա այս Թրամփի այս կեցվածքը այդ իմ նորից այդ բառը ասեմ, այդ թարախի պալարները, որ Եվրոպան կա, բացվում է եւ հասկանալի է դառնում, որ եթե Եվրոպան այսպես շարունակի, ապա այո, նա դադարի որպես եվրոպական քաղաքակրթություն գոյություն ունենալուց։ Ձախ լիբերալիզմը իդեմս գլոբալիզմի, դա բերել է Եվրոպային sense ծանր իրավիճակ եւ զարթնում է Եվրոպան։ Զարթնում է Եվրոպան։ Դրա դրսևորումներից մեկը այն էր, որ Թրամփը պնդում էր, որ պետք լինի ուժ կգործադրենք Գրենլանդիայի մասով։ Եվ այդտեղ այդ Գրենլանդիայի հետ կապված բանը դիմակայությունը Եվրոպայի եւ Թրամփի դա շատ հետաքրքիր էր եւ թույլ տվեք Գրենլանդիային արստելու առաջ մի հատ ճշտող հարց տամ ձեզ։ Արդյոք այդ թմբիրը, որի մասին դուք ասում եք, բացի անվտանգության հարցից, որովհետև Եվրոպան այո ինքը զինված ուժեր գրեթե չէր պահում, չնայած կա Ֆրանսիա, որը ուներ իր միջուկային ուժերը, կա Մեծ Բրիտանիա, որը դուրս եկավ Եվրոպայից, բայց արժեքների տեսակետից նույնն է։ Որն է այդ թմբիրը, որը չունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ ունի Եվրոպան։ Հիմա լավ հարց եք տալիս, հիմա ասեմ հետեւյալը։ Այդ թմբիրը կար Ամերիկայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւս, ինչեւ Թրամփի իշխանության գալը, իրականում եղավ իշխանապողություն։ Իշխանապողությունը հետեւյալն էր։ Թրամփի հետ միասին իշխանության վարչակարգում հայտնվեցին եւ առաջնային դերակատարում ունեցան մի խումբը, որը MAGA խումբն է, որը Թրամփյան խումբն է, բայց մյուս խումբը, որը արմատական պահպանողականներն են, ավելին աճ պահպանողականներն են, հանրապետականները, դրանք փոխեցին ընթացքը։ Այսինքն այդ գլոբալիստական այդ բանը մոտեցումները սկսեցին դրա դեմ ներամերիկյան եւ համաշխարհային պայքար մղել։ Հիմա դա բերեց նրան, որ Եվրոպան անկավ որոշակի ճնշմարտակ եւ Եվրոպան էլ այդ իմացած թմբիրից սկսեց զարթնել։ Եվ այդ դրսևորումները ուղիղ երևում են։ Եվ այսօր Եվրոպան հանդես է գալիս դիրքերից եւ դա արտահայտվեց Դավոսում, ընդհանրենք Կանադայի վարչապետի ելույթում, Գերմանիայի վարչապետի ելույթում, դա եղավ նաեւ որոշակի գրառումներ դրա վերաբերյալ, դա եղավ Գրենլանդիայի շուրջ եղած այդ թնջուկի դիրքորոշման համատեքստում եվրոպական, որ Ամերիկայի ճնշմանը սկսեցին բաց հակազդել եւ ասել, որ Եվրոպան որպես առանձին միավոր ոչ թե կցորդ ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ն որպես առանձին միավոր ոչ թե կցորդ ԱՄՆ-ին, պետքա ձևավորվի, պետքա ամրանա եւ ամրապնդվի։ Դա շատ կարեւոր իմ կարծիքով շատ կարեւոր զարգացում է, որովհետեւ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Հայաստանի ապագան դա հնդեվրոպական ազգերի եւ հնդեվրոպական ազգերի պետական միավորների միասնության մեջ պետքա լինի։ Եվ այդ հնդեվրոպական ազգերի միասնությունը, եթե նախկինած քաղաքակրթական արժեքները պահպանում են որպես հնդեվրոպական ազգային միավորներ,
որպես հնդեվրոպական ազգային պետություններ։ Դա Հայաստանի համար հենց այն երաշխիքն է լինելու, որի մասին խոսում ենք։ Եվ այստեղ նորից այն մասը, որ Թրամփը եւ բան անում, այսպես ասած, խաղարկում է իրավիճակը, բայց ասացի մեջ նաև որոշակի ճշմարտություն կա, հետևյալն է, Թրամփը ասում է, մի մոռացեք, որ ես մորս կողմից շոտլանդացի եմ, հորս կողմից գերմանացի եմ։ Եվ իմ համար Եվրոպան հենց այն Եվրոպան, որտեղից ծագել ենք մենք իր արժեքներով, իր ազգային միավորներով, շատ արժեքավոր է, շատ կարևոր է, իսկ այսօրվա Եվրոպան այդ Եվրոպան չի։ Հիմա անդրադառնանք Գրենլանդիային։ Գրենլանդիան հասկանալի է, որ երկու պատճառով անվտանգային տեսակետից եւ հանքահումքային տեսակետից կարևոր է։ Հիմա Թրամփը ասում էր Գրենլանդիան չեք կանգնում, չինացիք եւ ռուսները եկել են եւ Գրենլանդիայի շուրջ ինչ-որ բաներ են հյուսում, թակարդներ են ձևավորում, բայց մենք պետք է տվեք մեզ, մենք դեր կանգնենք։ Բայց ավելի քիչ էր խոսում հանքահումքայինի մասին, բայց հանքահումքայինը ոչ պակաս կարևոր է Գրենլանդիայի տեսակետից, որտեղ այնտեղ հազվագյուտ մետաղների հանածոներ կան։ Այնպես որ ոնց որ բանի ՆԱՏՕ-ի շրջանակում պայմանավորվածության եկան, որ ամերիկացիք եւ եվրոպացիները ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ կառավարում են ունենալու որոշակի համամասնությամբ ամերիկացիք քիչ, եվրոպացիք շատ, որտեղ այնուամենայնիվ դա Դանիայի տարածքա դիտարկում Գրենլանդիայի մասով եւ դա եղավ հակադրության արդյունքում եվրոպացիները հակադրվեցին Թրամփին։ Այսինքն կարելի է ասել, որ Դավոսը լուծեց Գրենլանդիայի հարցը։ Չէ, չի կարելի ասել, որտեղ դա շարունակություն է ունենալու, նախնական պայմանավորվածություն կա, այդ նախնական պայմանավորվածությունը պետք է վերածվի արդեն իմ կարծիքով իրավական փաստաթղթային պայմանավորվածության, դա նույնպես խնդիրներ առաջացնելու, բայց Թրամփը հրաժարվեց նրանից, որ եվրոպացիների վրա ինքը հավելյալ տարիֆ է դնելու, որ ինքը ուժային գործողության կարող է գնալ եւ այլն, այսինքն շանտաժը չաշխատեց։ Պարզապես չաշխատեց։ Մյուս բանը, որ էլի շատ կարեւոր է իմ կարծիքով, այսինքն այդ հարաբերությունների տիրույթում Թրամփը ՆԱՏՕ-ի մասին ընդ հարցազրույց է տալիս եւ արհամարական է խոսում, ասելով որ ՆԱՏՕ-ն ինչ է, եթե Ամերիկան չկա, մասնավորապես անդրադառնում է Աֆղանստանի դեպքերին, ասելով որ Աֆղանստանում մենակ մենք ենք եղել այդ ՆԱՏՕ-ի մնացած եվրոպական բաները, երկրները իրենց զորամիավորներում, բացարձակ նույնիսկ ճակատում չեն եղել, որը բուրն հակադարձում առաջացրեց եվրոպացիների մեջ։ Այն աստիճանի, որ նույնիսկ Մելոնին Իտալիայի վարչապետը, որը համարվում է Եվրոպայում ամերիկյան, մասնավորապես նույն Թրամփյան աջակիցներից մեկը, կոշտ դիրքորոշումով հանդես եկավ, որ այս չափերը տանցնում ես հարգելի պարոն նախագահ։ Եվ Թրամփը ստիպված եղավ դեռևս միայն Մեծ Բրիտանիայի մասով շտկել իր դիրքորոշումը, ասես չէ, Մեծ Բրիտանացիք լուրջ դիրքորոշում են, լուրջ կռվին են մասնակցել, այսքան զոհ են ունեցել եւ այլն։ Այսինքն իմ կարծիքով Թրամփյան մեղրամիսը ավարտվեց, որ ինքը թուրը ոնց ճոճում էր իր կարծիքով այդ թուրի ամեն ինչ հնարավոր կտրում ավարտվեց այդ մեղրամիսը, մասնապես եվրոպական տիրույթում, ավելի կոշտ դիրքորոշումները, ավելի միասնական եվրոպայի դիրքորոշումներ կան, արևմուտքի ավելի միասնական դիրքորոշումներ կան, այդ ելույթը Մերցի Գերմանիայի կանցլերի ելույթն էր, որտեղ ինքը մի քանի բան շեշտելով ասում է նաև այդ, որ մենք արևմուտք պետք է որպես բան լինենք, եվրոպական արևմուտք, հա, պետք է միասնական լինենք, որպեսզի ցանկացած բաների դիմակայենք։ Հիմա մի բան եմ ուզում ասել, որը կարևոր է, դրան անդրադառնում է Կանադայի վարչապետը եւ նույն Մերցը, Գերմանիայի կանցլերը, Կարնին, Կանադայի վարչապետ եւ Մերցը։ Դա մեծ երկրներին դիմակայելու խնդիրն է։ Ասելով, որ այսօր մեծ երկրների ուժային ճնշման բան է, իրավիճակը միջազգային հանրության մեջ եւ իրավական, այսինքն միջազգային կազմակերպությունները որպես այդպեսին դերակատարում այսօր փաստացի չունեն եւ մեծ երկրներ ուժային ճնշումով են գնում միջին եւ փոքր երկրների վրա եւ հեգեմոնիայի խնդիր են առաջացրել, դա հիմնականում վերաբերում է Թրամփին։ Եվ հարցը հետեւյալն է, որ մենք միջին երկրներով, իսկ դրանք միջին եվրոպական երկրները միջին են իրենց հատկանիշներով, մասնապես Կանադան էլ է դրան միանում, մենք պետք է միասին լինենք, դիմակայենք այն ճշմարանը։ Պետք է թույլ չտանք, որ մեծ երկրները աշխարհը բաժանեն իրար մեջ, մենք դրան պետք է դիմակայենք, եւ եթե մենք միասնական ենք, մենք կարողանալու ենք դիմակայել եւ մեր նպատակները կյանքի կոչել։ Այսինքն
այդ միջին երկրներ կոչվածը չնույնականացավ Եվրոմիության հետ։ Եվ նույնականացավ եւ ոչ, որովհետեւ դրա մեջ է Մեծ Բրիտանիան, դրա մեջ է Կանադան, հա, դրան վերաբերվում է նաեւ Ավստրալիան, այսինքն այդ արևմտյան երկրները, ո՞նց եմ ասում, այս Թրամփյան արտաքին քաղաքականությունը իր մեջ այդ բանով մեծամտական արհամարակով հանդերձ բերում է նրան, որ եւ արևմտյան երկրները համախմբվում են։ Եվ ոնց որ ինչպես է ասած թմբիրից զարն ուշքի են սկսում գալ հիմա նորից, բա փոքր երկրները։ Այ փոքր երկրները, որի մեջ է Հայաստանը, նրանք պետքա կարողանան հենվեն իրենց ներուժի վրա, առավելագույնս արդյունավետ փորձելով օգտագործել եւ համագործակցեն այն երկրների հետ, որտեղ կա ընդհանրություն, ոչ թե ամեն տեղ, որտեղ իրանց առաջարկում մեջ ընկնեն եւ դիմացը ոչինչ չստանան։ Շատ լավ, ես կուզենայի նաև քննարկենք Հնդկաստանի դիրքորոշումը, որովհետև դա ևս հետաքրքիր էր այդ Եվրոպայի բանի մեջ եւ դուք Կանադան նշեցիք, բայց չնշեցիք Հնդկաստանը, ինձ թվում է դա կարևոր ֆակտոր է։ Ճիշտն ասած, ես Հնդկաստանի դիրքորոշումը այդ Դավոսյան համատեքստում բան չէ, ես չեմ նկատել կամ տեղյակ չեմ, բայց ես կարող եմ ասել հետեւյալը, որ Մերցը իր ելույթում անդրադառնում է Հնդկաստանին եւ ասում է, որ Հնդկաստանի հետ իրանք գնում են առևտրային նոր, այսինքն ազատ առևտրային հարաբերությունների եւ Հնդկաստանը ինքը այդ տեսակետից որպես մեծ երկիր, հա, կարևորվում է նույն Եվրոմիության եւ առանձին եվրոպական երկրների համար։ Որովհետեւ Հնդկաստանը չի համարվում բևեռ չնայած իր ազգաբնակչության Հնդկաստանը ինքը հավակնում է բևեռ լինելու եւ փորձում է անել առավելագույնը բևեռ լինելու համար։ Հնդկաստանի այսօրվա խնդիրը արևմուտքի դա Ռուսաստանն է։ Այսինքն Հնդկաստանի աջակցությունը Ռուսաստանին ռուս-ուկրաինական պատերազմում, բայց այդ խնդիրը ոնց որ կարողանում են այդ խնդրի շուրջ ոնց որ կարողանում են գալ համաձայնության հավաքական արևմուտքը ոչ ԱՄՆ-ն ոչ Թրամփ, այլ հավաքական արևմուտքը եվրոպական եւ Հնդկաստանը եւ այդ բանը համագործակցությունը, այդ խորքային համագործակցությունը, եթե կայանա, դա լուրջ բան դիմադրողականությունը լրջորեն կավելացնի արևմուտքի Թրամփյան եւ ոչ միայն Թրամփյան ճնշումների վրա։ Նույն խնդիրը կա նաեւ Կանադա, Չինաստան հարցում։ Ես չգիտեմ դուք դա էլի շատ հետաքրքիր է։ Թրամփը ասաց, ես Կանադայի վրա 100% տարիֆ կդնեմ, այդ ինչ ես գնացի Չինաստանի հետ ու սկսեց էլի Կարնեին բան անել, վիրավորել։ Եթե միջև այդ նախկին վարչապետին Տրյուդոին էր ասում բան, նահանգապետ, հիմա Կարնեին սկսեց ասել նահանգապետ, դու ով դարձար, որ մեր բանից մեր վերահսկողությունից դուրս գոց, բայց Կանադան սկսել է կոշտ արտաքին եւ ներքին քաղաքականություն վարել, դուրս գալ ԱՄՆ-ի հովանավորությունից։ Այսինքն նորից եմ կրկնում, այս հակադրությունը, որ առկա է հավաքական արևմուտք ԱՄՆ համատեքստում, դա իմ կարծիքով ինքը իր մեջ հակադրությամբ հանդերձ դրական բան ունի, էներգետիկ պաշար ունի, որը արևմուտքը մասնավորապես Եվրոպան կարողանալու է նոր կարգավիճակի եւ նոր զորությամբ բերել։ Շատ լավ, եկեք վերջում խոսենք ռուս-ուկրաինական պատերազմում եղած նոր իրավիճակի հետ, ինչքանով է այդ իրավիճակը նոր եւ ինչքանով այդ իրավիճակը կբերի պատերազմի ուրեմն արագ ավարտին եւ ինչ նկատի ունի Զելենսկին, երբ ասում է, որ ԱՄՆ-ի հետ մենք ամեն ինչ համաձայնեցրել ենք այդ համաձայնագրի շրջանակներում։ Տեսեք, Զելենսկին ԱՄՆ-ի հետ ամեն ինչ ընդհանրական համաձայնության մասին է խոսում, բայց այնտեղ մանրամասներում մասնավորապես տարածքային խնդիրները մնում են չլուծված, որովհետև Ռուսաստանը շարունակում է պնդել, որ պետք է Դոնբասը ամբողջովին հանձնվի իրեն առանց ռազմական գործողություններ, պարզապես այն մասը Դոնբասի, որ վերահսկում են այսօր ուկրաինական ռազմական միավորները, ուկրաինական բանակը պետք է պարզապես հանձնվի Ռուսաստանին։ Եվ ԱՄՆ-ի բանակցողների Ուիտկով, Կուշներ եւ այլն այդ խմբի բան դիրքորոշումը ոնց որ թե համակնում է ռուսական դիրքորոշման հետ։ Եվ այդտեղ խնդիր է մնում, բայց հարցը հետեւյալն է։ Եղավ
Աբու Դաբիում, եթե չեմ սխալվում, եղավ երրակողմ բանակցային աշխատանքային, այսպես ասած, բանակցային հանդիպում։ Կուշները եւ Վիտկոֆը գնացին Մոսկվա, հանդիպեցին Պուտինին, որից հետո Աբու Դաբիում երրակողմ հանդիպում եղավ այդ աշխատանքային խմբերի միջև ուկրաինական, Ռուսաստան եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Եվ այդ հանդիպման արդյունքները այսօր այդքան բան չի, շրջանառվող չի, թե ինչ են պայմանավորվել, բայց առնվազն Վիտկոֆը ասաց, որ մի շաբաթ հետո նորից ենք հանդիպելու, այսինքն դա նշանակում է, որ քննարկելու բաներ կան։ Հիմա ԱՄՆ-ն պնդում է, որ պետքա լինի զինադադար, մեծ թվերի մասին է խոսքը, ես կարող եմ սխալվեմ թիվը, 600 թե 800 միլիարդ դոլարի մասին է խոսքը, որը պետքա հատկացվի Ուկրաինային, Ուկրաինայի վերականգնման համար, այդտեղ տարաբնույթ եւ ներդրումներ են ուղիղ լինելու եւ պետական աջակցություն լինելու, վերականգնման խնդիրներ են լուծվելու եւ այլն, արևմուտքի կողմից եւ ոչ միայն արևմուտքի կողմից։ Այսինքն նոր ավելի բարենպաստ պայմաններ են առաջարկում Ուկրաինային տարածքային զիջումը անելու համար։ Հիմա ինչքանով ուկրաինացի կարողանան, անգամ եթե Զելենսկին ուզում է, դա մենակ իր խնդիրը չի։ Ուկրաինան 4 տարուց ավել արդեն պատերազմում է, չի պարտվում ռուսական այդ պետություն կոչվածին։ Այսինքն Զելենսկին միայնակ չի կարող այդպես խնդիր լուծի։ Նա պետքա հանրային ներուկրաինական համաձայնություն ունենա մասնավորապես դաշտային հրամանատարության եւ զինվորականության դաշտում։ Այսինքն դա միարժեք չէ, անգամ եթե Զելենսկին ուզենա այդ խնդիրը լուծել։ Այնպես որ այդ հարցը մնում է բաց դեռևս, բայց ճնշումը Ուկրաինայի վրա եւ Ռուսաստանի վրա շարունակվում է։ Ես ասեմ եւ կկրկնեմ, ռուսները պարզավոր չեն ուզում այդ զինադադարի խաղաղությունը, բայց եթե ԱՄՆ-ն վերջապես Թրամփը, չասեմ ԱՄՆ-ն, Թրամփը վերջապես կիրառի այն ծանր սանկցիաները, որը դրված է իր սեղանին փաստորեն, որը հանրապետական կոնգրեսականները մշակել են եւ ասում են թույլ տում են կոնգրեսով ընդունեք, նա ասել է ընդունեք, հետո դու դա կիրառի։ Եթե Թրամփը վերջապես այդ ծանր սանկցիաները Ռուսաստանի էներգետիկ բանի հատվածի նկատմամբ կիրառի, Ռուսաստանը արդեն միջոցների իրական խնդիր կունենա ինստիտուցիոնալ միջոցների այդն ոչ միայն ֆինանսական պատերազմը շարունակելու։ Հիմա դեռևս դա չկա եւ Ռուսաստանը պատերազմը շարունակում է, ինչքան հնարավոր է, որտեղ նա մարդկային մեծ կորուստների հաշվին միլիմետր կամ մետր առ մետր առաջ է շարժվում եւ նրանց համար այդ պատմական փաստը մարդկային կորուստները առանձնահատուկ արժեք չունեն։ Հենց որ նրանք այդ մսաղացի միջոցով փորձելու են հնարավորինս ավելի շատ խաղալ այս պատերազմից։ Տեսնենք, բայց նորից Ուկրաինայի դեպքերի զարգացումները այս կամ այն ուղիղ ազդեցություն են ունենալու եւ մեր տարածաշրջանի վրա եւ մեր երկրի վրա։ Եվ այստեղ կարեւոր է, որ ներհայկական տիրույթում հասկանալի լինի, այն ինչ որ արդեն ասեցի, որ առաջնահերթ սյունը, որի վրա Հայաստան պետությունը կարող է հենվի, դա հենց հայությունն է։ Եվ այդ սյան վրա հենվելով է միայն, որ մենք կարողանալու ենք մնացած երկրների մեծ եւ փոքր եւ միջին այդ մեր հարաբերությունները համադրել եւ ելնել միայն մեր ազգային եւ պետական շահից։ Բայց կարելի է դիտարկել, որ հիմա ճիշտ հակառակ գործընթացն է գնում։ Դե ասեցինք արդեն դա է։ Սփյուռքի հետ կապը խզվում է, ներհայկական բաժանարար գծերը շարունակվում են եւ կրավորական կապիտուլյանտի կեցվածքը արտաքին հարաբերություններում Հայաստանը ներկայացնողները դարձրել են որպես մեր առաքելություն եւ մեր գոյության հայեցակարգ։ Արդյոք տնտեսական հնարավոր ուժեղացումները ինչի վրա հենվում են այդ գաղափարները առաջ տանողները կարող են ինչ-որ ձևով փոխարինել այն ուժային միջուկը, որի մասին դուք խոսում եք։ Դուք Հայաստանի մասն եք հիմա, չէ՞, արժանանա։ Տեսեք, որևէ մի բան, լծական, որևէ մի ռեսուրս, դա լինի տնտեսական ռեսուրս, դա լինի մարդկային ռեսուրս, գիտական ռեսուրս, նորարարական ցանկացած ռեսուրս, ինքը մնում է ռեսուրս, գործիք որոշակի նպատակի համար, գործիք որոշակի առաքելությունը իրականացնելու համար։ Հիմա հայկական տիրույթում այդ գործիքների մասին խոսում են
Շարունակ տնտեսական գործիքը որպես ռեսուրս, չգիտեմ, ես մարդկային ռեսուրսը գիտելիք եւ այլն, բայց ինչի համար է դա կիրառվելու։ Բոլորը ասում են որ կիրառվելու լավ ապրելու համար։ Լավ ուտենք, լավ խմենք, այսինքն գնալ ենք բացարձակ դառնալու ենք սպառողական տնտեսություն, այս սպառողական հասարակարգ։ Այդպեսին կանք եւ ավելի դա խորացվելու, այսինքն այն վեհ գաղափարները հայկականությանը վերաբերվող, հայկական պահանջատիրությանը վերաբերվող, հայկական հայության համար արդարության վերականգնմանը վերաբերվող այդ պահանջատիրությունը, այդ արժեքները մասիսը որպես խորհրդանիշ պահպանելը պարզ բան եմ ասում։ Այդ ամենը վերացվում է, լավ ուտել, լավ խմելու մասին է խոսում, ամբողջ իշխանական համակարգը հասկանալը եւ դրանով իբր թե բանալող, այսպես ասած, անդիմացող նմանատիպ համակարգը։ Կարևորը ռեսուրսը չի այնքան, ինչքան քո նպատակն է, երբ որ դու նպատակներ հստակեցնում ես, թիրախներ հստակեցնում ես, դրանք համապատասխանում են կրկնվում են քո ազգային պետական հազարամյակների շահերին, այդ դեպքում դու այդ ռեսուրսները ձևավորում ես եւ արդյունավետ օգտագործում ես։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, սրանով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային օրակարգ խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։